Տնտեսական առաջընթացի ամրապնդումը եւ առաջընթացը ապահովելը տնտեսության բոլոր ոլորտներում, ժողովրդավարության զարգացումը, արդարադատության երեկա դժգոհություն իսկ այն կա, դրա հնարավոր վերացումը, արտարության համակարգում, մարդու իրավունքների պաշտպանություն, արտաքին քաղաքականությունը հստակ պետք է լինի շարունակական, Հայաստանը պետք է շարունակի իր դաշնակցային հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ հապկում, շարունակի իր երկխոսության զարգացումը Միացյալ Նահանգների հետ, Եվրոպական միության հետ, մեր հարևան երկրների հետ, ու դա երբ որ արդեն քաղաքական ծրագիրը ամբողջությամբ պատրաստ լինի, մենք ձեզ կներկայացնենք ավելի ամբողջությամբ կետ առ կետ։ Քննարկել ենք այսօր, ինչպես եւ ես երեք ձեզ տեղեկացրեցի, Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային 13 ցուցակները, համամասնական ցուցակին համապետական կանրադառնանք չորեքշաբթի օրը, միգուցե երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք, այժմ եթե դուք այդ 13 ընտրատարածքներով տարածքային թեկնածուների ունեք հարցեր, ես կարող եմ ձեզ տալ, ամբողջությամբ չընթերցեմ, պետք է ասեմ, որ այնտեղ ընդգրկված են եւ ազգային ժողովի падգամավորներ, եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, եւ մտավորականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, երիտասարդներ, կանայք, նոր դեմքեր, փորձառու դեմքեր, եթե հարցեք օրինակ սիրով պատասխանեմ։ Այսինքն ես հին դեմք եմ, թե չես քեզ, թե նոր դեմք եմ։ Շատ հին դեմք եմ։ Ահա գնալուց վախն է։ Նրանք, որոնցից ժողովուրդը դժգոհություն է հայտնել, միշտ ասել է օլիգարխ են, օրենսդիր մարմինի հետ կապ չունեն։ Նման սպանդիկ կա, թե ինքնամաքրվել։ Նախ ես տեղյակ չեմ ժողովուրդը ումից է գոհ, ումից է դժգոհ, դա կերևա ապրիլի 2-ին։ Դրա համար էլ կան տարածքային ցուցակներ համապետական, որպեսզի այդ 13 ընտրատարածքներում դուք կտեսնեք յուրաքանչյուր ինչքան ձայն է հավաքում եւ ժողովուրդը ում է վստահում, ում չի վստահում։ Ես այսօր ընտրություններից առաջ ձեռնպակ կմնա եւ ձեզ կխնդրեի ձեռնպակ մնալ որևէ գնահատականից դժգոհ են, գոհ են, կարող եմ պարզապես ասել, որ որպեսզի ավելի հեռու հարցեր չտա։ Թիվ 1 ընտրատարածքում որտեղ ներառված է Ավանը, Նոր-Նորքը, Եղանակեր Զեյթունը, առաջադրվեն Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյան, Եգապահ կամավորականներից Ղուկաս Ուրիխանյան, պարոն Միհրան Պողոսյան, Ուսունանյան, ես ամբողջությամբ չասեմ, այստեղ մենք առաջադրել ենք 12 թեկնածու, որտեղ կան եւ մանկավարժներ, եւ բժիշկներ, եւ գործարարներ։ Արաբկիր, Աչափնյակ, Դավիթ Հաշենում, հայտնի դեմքերից առաջադրվել են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արտուր Գևորգյանը, այդպես, ամբողջությամբ չկարդամ, համար 3-ում Կորյուն Նահապետյան, Արայիկ Հովհաննիսյան, Սամվել Ալեքսանյան, կենտրոնում Հակոբ Բեգլարյան, Կարապողոսյան Հարություն, հիմնական թեկը, ստեղ միայն կենտրոնում ունենք, այս Երևանում ամբողջությամբ ունենք 38 թեկնածու, որոնցից 30-ը տղամարդ են, 19-ը կին, 38-ը կուսակցական են, 11-ը անկուսակցական։ Շիրակում, հերթով գալիս եմ, երեխեք, ես հասկացա, որ դուք Շիրակում պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը կառաջադրվեն մեր ցուցակով, Մուշեղ Պետոյանը ևս, կառաջադրվի նախկին մարզպետ Ֆելիքս Ցորակյանը, էլի դեպքեր կան, ամբողջությամբ չընթերցեմ, 13 հոգի է Շիրակի ցուցակը, Տավուշում կառաջադրվեն պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ավարյանը գործարար, Հասմիկ Ամիրյան, էլի ամբողջությամբ նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը Եգրապահներից, մենք ունենք ազգային փոքրամասնությունների նաև 4 համայնքներից եւ ասորական, եւ քրդանական, եւ ռուսական, եւ եզդիական տեխնացիաներ, որոնք մենք կհրապարակենք։ Գեղարքունիքից առաջադրվում է մարզպետ Ռաֆի Գրիգորյանը, ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզականցյանը,
Գավառի պետհամալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, նախկին քաղաքապետ Մարտունու Բագրատ Հարությունյանը եւ էլի տեխնացուներ կան, Սևանից Աշոտ Ավետիսյանը, Կոտայքից նախկին բնապահպանության նախարար մեր Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Արամ Հարությունյանը, Մաքսյան եւ հարկային ծառայության արդեն նախկին աշխատող գեներալ Սամվել Սանամյանը, փողմարզպետ Համլետ Հայրապետյանը, Արագածոտնից պատգամավորներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, հայտնի միջազգային գրոսմեստեր Լիլիթ Մկրտչյանը, պատգամավոր Մնացականյանը, Հայդուկ հասարակական կառույցի ղեկավար Նայիր Իսահակյանը եւ էլի կան տեխնացուներ Ռոլանդ Հայրապետյանը, Ալմավիրից պատգամավորներ Սեյան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Ալեքսանդր Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը եւ եւս մեկ-երկու տեխնացու ունենք, Վայոց Ձոր Սյունիքից հաշվություն եմ նկատում ձեր մոտ, Աշոտ Արսենյանը, Նայինի Առաքելյանը, մարզպետ Վահե Հակոբյանը, Հավետ Սարգսյան, Մուրադ Գրիգորյան, Մխիթար Զաքարյան քաղաքապետ, Լոռիից Ազգային ժողովի պատգամավոր, նախագահ շրջակազմի նախկին ղեկավար, ֆրակցիայի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, ֆրակցիայի նախկին արդեն ներկայիս ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավոր Արկադի Համբարձումյանը, երկրապահ կամավորականներից Թումանյանի տարածաշրջանից Գրիշա Դավթյանը, Վալես գրուպի Ալավերդու պղնձածուլական կոմբինատի գործարարի տնօրեն Լուսինե Մեժլումյան, այո, եւ ռուսական համայնքի ներկայացուցիչ Էլի Ալավերդուց Օլեգ Իգնացենկոն, իդեպ իմ ուսուցիչն է եղել, Արարատից պատգամավոր Արայ Գրիգորյանը, ոստիկանության նախկին պետ եւ նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը, Հայկ Հովհաննիսյան, այսօրվա պատգամավոր Մուրադ Մուրադյանը ու ամբողջությամբ չընթերցեմ։ Ընդհանուր թիվը չկա մոտս, ասեցի էլի ամբողջությամբ։ Եվ մարզերը կան, որտեղ կա 13 տեխնացու, տեղեր կան, որտեղ առաջադրել են 7-8 տեխնացու։ Ընդհանուր թիվ ասի։ Դե ասեցի, հիմա ընթերցեցի։ Հանրապետականները մեկը մեկի դեմ չեն պայքարելու, հանրապետականները մեկի դեմ չեն պայքարելու, սկզբունքը լինելու է հետևյալը։ Մենք բոլորս, մեր տեխնացուները բոլորը պայքարելու են հանուն, որ նրա, որպեսզի Հայաստանի պարլամենտական ընտրությունները նախ լինեն օրինակելի եւ ժողովրդավարական չափանիշների համապատասխան, երկրորդ, որպեսզի հնարավորինս հարազատ հանրապետական կուսակցությունը ստանա հնարավորինս շատ ձայներ։ Ես էլ որպես մարդ, որը ընդգրկված չէ որևէ տարածքային ցուցակում, ոչ թե առանձին այս կամ այն տեխնացուին եւ նման շատ մարդիկ ենք քարոզելու, այլ քարոզելու ենք մեր ամբողջական ցուցակի համար, ցույց ենք տալու եւ ապացուցելու ենք եւ ներկայացնելու ենք հանրության դատին, որ յուրաքանչյուր տարածքում մեր ռեյտինգային տարածքային ցուցակը ամենամրցունակն է, իսկ հանրությունը արդեն ինքը կորոշի այդ մրցունակ ցուցակից որ տեխնացուին զայր տալ։ Երկրորդ հարցը համեցեք։ Կան նաև ռեյտինգային ցուցակում առաջադիմացներ, ովքեր եղել են նախկին ՀԿ-ականներ։ Ինչպես նաև ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր եղել են նախկին ՀԿ-ականներ։ Նորմալ քաղաքական կյանք է։ Ես այդ հարցին պատասխանել եմ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում ինչպես տնօրինել իր սեփական քաղաքական ճակատագիրը, այս ցուցակը մենք գտնում ենք, որ այս բանի լավագույնն է մեզ համար եւ ցուցակում ընդգրկված բոլոր տեխնացուները կարող են լավագույնս ներկայացնել կուսակցության ծրագիրը մեր հանրությանը։ Հերթով, համեցեք։ Հերթով, բոլորին կտամ։ Այո։ Բերեք տոկոսների մասին չխոսենք, բայց այս պահին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բոլոր հարցումներով, կարծեմ նաև մեր ընդդիմադիր գործընկերները, եթե անկեղծ են, նաև իրենց հարցումներով ընտրությունների բացահայտ ֆավորիտն է։ Ինչ վերաբերում է տոկոսին տոկոս չասեմ, բայց մենք ակնկալում ենք արդար մրցապայքարում ստանալ հնարավորինս շատ ձայներ։ Բայց արդար մրցապայքարում, համեցեք, հերթով բոլորդ խոսեք։ Շավի պետի հարցը
Բոլոր այդ հարցերը մենք կներկայացնենք հաջորդ գործադիր նիստի հետո։ Երբ որ պատրաստ կլինի ամբողջությամբ կներկայացնենք։ Ռամազանով արդյոք ընտրությունների օրվա հետ Ական որ խոսափողով եք խոսում, որպեսզի նաև մեր հեռուստադիտողներն ուղիղ եթերում նայողները լսեն հարցերը։ Արդյոք քննարկվել է հարց ընտրությունների օրվա փոխելու հետ կապված, քանի որ ազգային ժողովում էլ եւ անընդհատ քննարկվում է այս հարցը, եւ Սերժ Սարգսյանն էլ վերջերս ասաց, որ դեմ չի, եթե ընտրությունների օրը փոխվի։ Առաջին, այդ հարցը այլևս իրավական տիրույթում է։ Մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ դիմել են սահմանադրական դատարան, ասինքն ստորագրահավաք են սկսել, ստորագրահավաքի համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, կարծեմ նրանք 18 թե 19 ստորագրություն են հավաքել, դա իրենց խնդիրն է եւ այն պահից, երբ որ խնդիրը մտնում է իրավական տիրույթ, մենք որևէ մեկնաբանելու խնդիր չունենք։ Սահմանադրական դատարանը ինչպես կորոշի, մեզ համար սահմանադրական դատարանի ցանկացած վճիռ պարտադիր է իրականացման։ Բայց դες չի մտել։ Դրա համար ասեցի։ Համեցեք։ Խնդրում եմ խոսափողով խոսեք, որ իսկ մեր մասով քաղաքական համաձայնության պահով, քանի դեռ դուք էլ պարլամենտական քննարկումներից տեսաք, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են համամիտ, որպեսզի ընտրության օրը փոխվի, դրա համար իսկ մենք ինչ ենք ասել։ Մենք ասել ենք, առանց բացառության բոլոր, ոչ միայն պարլամենտական, այլ բոլոր ընտրական պրոցեսի մասնակից դերակատար դաշինքները կամ կուսակցությունները համաձայնության կան ընտրության օրը փոխելու քննարկման վերաբերյալ մենք որևէ արհեստական խոչընդոտ չենք ստեղծի եւ պատրաստ ենք քննարկել։ Այս պահին չկա ամբողջական համաձայնություն քաղաքական դաշտում, ուստի ձեր հարցը այս պահին օրակարգից դուրս է։ Համեցեք։ Պարոն Շարմազանով, վարչապետ Կարեն Կարապետյանի մշտակցության բնական վայրի հաշվարկը չեք ավարտել, կարճ ցուցակում թե չէ, եւ Արմավիրի մարզում գեներալ Մանվել Գրիգորյանը անունը չկար, չի ցանկացել լինի եւ նաեւ Երևանի եւ Կենտրոն համայնքում Հերս Էտրակյանը անունը չկար, նա նույնպես չի ցանկացել եւ կարելի է ենթադրել, որ այդ երկուսն էլ չեն լինի ձեր համապետական չեմ առաջնորդվում Մանվել Գրիգորյանը, դուք տեսաք, որ Եգրապահ կամավորական միությունից բազմաթիվ տեխնացուներ կան, այդ թվում նաև եւ Լոռիում, եւ Երևանում, եւ տարբեր մարզերում, եւ այդ իմաստով Մանվել Գրիգորյանի սատարումը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նորություն չէ, մենք միասին երկար տարիներ Եգրապահների հետ համագործակցում ենք եւ ես համոզված եմ, որ մեր համագործակցությունը Եգրապահ կամավորական միության եւ անձամբ գեներալ պարոն Մանվել Գրիգորյանի հետ արդյունավետ է եւ երկարաժամկետ է եւ մեծ ռազմավարություն է։ Իսկ հարգարժան պարոն Սեդրակյանի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել։ Ինչ վարչապետի մասով ինչ։ Ցուցակը մենք կքննարկենք չորեքշաբթի երեկոյան եւ օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնենք։ Չեմ կարծում, որ առանձին անուն հիմա պետք է անցնեմ ցուցակով։ Այլ հարցեր։ Պարոն վարչապետի հետ կապված կարծեմ որոշակի խնդիրներ կային Կարեն Կարապետյանի գրանցման հետ կապված այդ խնդիրները պարզաբանվել թե չէ իրավունք ունի մասնակցելու որպես։ Ես չեմ որոշելու իրավունք ունի թե չունի, պատկան մարմինները ինչպես որոշեն, այնպես է կլինի։ Մենք չորեքշաբթի ամբողջությամբ կներկայացնենք։ Այլ հարցեր չկան։ Չէ, ստեսություն ձեզ։ Կարող են նկարել։ Դա բան չի, ես հրապարակել եմ։ Քանի որ ոք դիա դա կարող է բան չանել։ Ձեռագիր է։ Այսինքն ձեռագիրն է, հա։ Երբ բան կանենք։ Հաստատ, բան չէ։